Շահեկան փաստաթուղթ թրիփ նախագծի հայ-ամերիկյան իրականացման շրջանակը սահմանող փաստաթղթի հրապարակումից հետո կարծիք հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։ Իսկ նրա ենթակաները, չնայած Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքի բացման մասին պնդումներին, սոցցանցային գրառումով միջանցքի թեման փակված համարեցին։ Ավելի վաղ Արարատ Միրզոյանին հանդիպած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հստակ ընդգծել էր տարածաշրջանային ապաշրջափակմանն ուղղված այս նախագծում Հայաստանի ինքնիշխանության պահպանումը։ Թրիփ նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև, որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը թրիփում իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակը սահմանեցին Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների ղեկավարների օգոստոսյան համատեղ հռչակագրից 5 ամիս անց։ Հայտարարության մեջ 13 անգամ ընդգծված է ճանապարհին Հայաստանի ինքնիշխանության պահպանումը։ Այդ թվում սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ Հայաստանի իրավազորությունը բացարձակ և անքննարկելի է որակվել։ Անցումը երկու բաղադրիչ կունենա՝ պատվիրակված ընկերության միջոցով փաստաթղթերի ստուգում, վճարների գանձում և այլն, և Հայաստանի պետական մարմինների ներգրավում։ Front Office, Back Office, ընդունարան գրասենյակ միջազգային տերմինով են նկարագրել գործընթացը։ Front Office-ի օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում։ Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկապես ներկա են Հայաստանի սահմանային մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Հայաստանն ըստ փաստաթղթի կիրականացնի անվտանգության ապահովումը։ Մաքսավորն ու սահմանապահը զննում և ստուգում կիրականացնեն Հայաստանին կվերապահվի ենթակառուցվածքից եկամուտների գանձումը, հայաստանյան իրավական և դատական ընթացակարգերը կտարածվեն ողջ ենթակառուցվածքի վրա։ Բայց հայկական կողմը նաև ստուգումը դյուրացնելու քայլեր կձեռնարկի, օրինակ բեռները կստուգվեն ընտրողաբար, եթե ռիսկային լինեն, տարանցիկ ռեժիմ կլինի, որը կապահովի կնքված և հետագիծ ունեցող բեռի անցումը։ Փաստաթղթերը էլեկտրոնային կներկայացվեն ու կմշակվեն։ 3 ստորագրված փաստաթղթում մի կողմից նշվում է ինքնիշխանության հարգման, մյուս կողմից նաև Ադրբեջանի անխոչնդոտ կապը թվային գործիքներով դյուրացնելու մասին։ Արդյոք հայկական կողմն արդեն պատկերացում ունի ադրբեջանցիների անցման պայմանների մասին։ Նրանք հայ սահմանապահների հետ առնչվելու են։ Ադրբեջանի նախագահն ավելի վաղ ասել էր, թե իրենք չպետք է մեջբերեմ հայ սահմանապահների երես տեսնեն։ Ազատությունն այս հարցն էր ուղղել Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Որևէ ուրեմն սահմանային մաքսային որևէ այլ ինքնիշխան գործառույթ չի արտապատվիրակվելու ոչ միտեղ սահմանային եւ մաքսային մարմինների ներկայացուցիչները համապատասխան տեղերում մշտապես ներկայություն են ապավելու, բոլոր տեղեր հասանելիություն են ունենալու եւ խոսեցինք front office, back office-ից, այսինքն կարծում եմ որ հարցի պատասխանը հնչել է արդեն։ Իսկ ահա Ադրբեջանով հայաստանցիների անցման պայմանները հայտնի չեն։ Ինչպես օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագրում, հայ-ամերիկյան այս հայտարարության մեջ էլ խոսվում է Հայաստանի տարածքով անխոչնդոտ տարանցման, իսկ Հայաստանի համար միջազգային և ներպետական փոխադարձ առավելությունների մասին։ Հիմա հարցն այն է, թե ինչ ռեժիմ կընտրվի Ադրբեջանով հայաստանցիների անցման համար։ Հայտարարվել է, որ Ադրբեջանի հետ ևս բանակցություններ են լինելու։ Թրիփի կոնկրետ տեղը պետք է դեռ հստակեցվի։ Թրիփ զարգացման ընկերություն կհիմնադրվի։ Առաջին փուլում 49 տարով կառուցապատման իրավունք ստացող ընկերության վերահսկիչ բաժնեմասը 74%-ը Ամերիկայինն է լինելու, 26-ը Հայաստանինը։ Կողմերը ակնկալում են, որ համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարման մասնաբաժինը կդառնա 49%։ Ինչով է պայմանավորված այս համամասնությունը։ Նախկինում ակնարկներ կային հավասար տնօրինման մասին։ Դե մեծ հաշվով բանակցությունների արդյունք է եւ արտացոլում է երկրների ներդրումները, հա, գաղտնիք չի որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ են անելու, ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի, հա, քաղաքական աջակցության, քաղաքական ներդրումների մասին, այլ հենց ֆինանսական ներդրումների։ Հայաստանի Հանրապետությունը իր կողմից հիմնական բանը որ ներդնելու է մեծ հաշվով դա կառուցապատման իրավունքն է, հա, եւ կարծում եմ բավականին արդար բաշխում է։ Հայաստանը հողօգտագործման կառուցապատման իրավունքով կտա իր տարածքը։ Կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, մեծ, փոքր, շատ, քիչ լինելուց, առանց Հայաստանի Հանրապետության
համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող։ Ակնկալվում է, որ թրիփ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը տեղի կունենա միայն երկու երկրների Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների համաձայնությամբ։ Հայտարարության մեջ այսպիսի ձևակերպում կա, թե Երևանն ու Վաշինգտոնն ընդունում են, որ թրիփի հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով իրականություն կդառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Ու ինչ առաջընթաց կլինի հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ։ Միրզոյանը վստահեցնում էր, թե թրիփին Թուրքիայի ներգրավման հարց ամերիկացի գործընկերոջ հետ երեք չեն քննարկել։ Թրիփը ինչպես կար, այնպես էլ այս պահին կա, որպես Հայաստան, Միացյալ Նահանգներ, ուրեմն համատեղ բիզնես գործունեություն, թե Գյումրի կարծը չվերագործարկվի, հաստատ այդ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությունով։ Հետևաբար տրամաբանական է, որ Թուրքիան այս հապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ թրիփի մասով եւ ամերիկյան կողմի հետ դա չենք քննարկել։ Այսինքն թրիփի շարունակության Թրիփին Ռուսաստանի մասնակցության հնարավորություն եւս նախարարը չէր տեսնում։ Եվ մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին թրիփում ոչ, բայց թրիփի շարունակություն, թրիփին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Սյունիքում կառուցվելիք ենթակառուցվածքների ընդհանուր շրջանակը վերջին հայտարարության մեջ նկարագրված է. երկաթուղիներ, մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ։ Իսկ ահա ժամկետների մասով կոնկրետություն չկար։ Հուսով եմ, որ աշնանսկիզբ երևի, չգիտեմ, ամառվա վերջ կկարողանանք գետնի վրա ենթակառուցվածքների շինարարություն ունենալ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի հեղինակային սրտիկը կարծես պետական արարողակարգի մաս է դառնում։ Արտգործնախարարն էլ որոշեց Վաշինգտոնում իր առցանց ասուլիսը այդպես եզրափակել։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է եւ վերջում արդեն մոդայիկ դարձած ժեստը շնորհակալություն, ստեսություն։